Գործընկերությունները շատ են, համար մենք էլ ունենք գնալու տեղ, Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, այսօր համահայկական հիմնախնդիրների առիթ գիտավերժական կենտրոնը Նայանտապանում կազմակերպում է իր երրորդ հանդիպումը, այսօրը եւ մտավորակալությունը շարքից։ Այս հանդիպումների ընթացքում մենք սովորաբար քննարկում ենք այսօրվա մեր հասարակության առջև ծառացած հիմնախնդիրները եւ փորձում ենք մտավորականության աչքերով դրանք վերլուծել, գուցե գտնել ինչ-որ լուծումներ, գուցե ճանապարհներ, թե ինչպես իրավիճակը դարձնենք մի փոքր ավելի բարվոք։ Այսօր մեր հյուրերն են Երևանի պետական մանկավարժական համալսարանի բնապահպանության ամբիոնի վարիչ, բնապահպանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, հանրային խորհրդի անդամ Կարինե Դանելյանը, սոցիոլոգ հրապարակախոս Կարինե Հակոբյանը եւ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի ճարտարապետության եւ շինարարության գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ, ճարտարապետ, Շինարարական ինստիտուտի ճարտարապետության ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գուրգեն Մուշելյանը։ Մենք այսօր խոսելու ենք գրեթե նույն թեմաներով, ինչ որ խոսում ենք միշտ այս ուրեմն շարքում, սակայն ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ մենք ունենք մի քանի օր առաջ տեղի ունեցած մի արտարոց իրավիճակ, երբ մի քանի մարդ փայտերով եւ պայթուցիկներով զինված փոքր անկարգություն կազմակերպեցին եւ ճիշտն ասած ես կուզենայի որ մեր բանախոսները իրենց խոսքում անպայման անդրադառնան նաեւ այդ խնդրին։ Ես կխնդրեմ որ այսօր մեր ուրեմն հանդիպումը սկսի Տիկին Կարինե Դանելյանը։ Համեցեք։ Շնորհակալություն։ Ինձ իմ ամբողջ գիտակից կյանքում տանջել է մի հարց, թե ինչու ճակատագիրը այսքան դաժան, այսքան անարդար է եղել մեր ազգի նկատմամբ եւ փորձել եմ այդ հարցի պատասխանը գտնել եւ ինձ համար ամենացայտուն այդ պատասխանի դրսևորումը Շիրազի բանաստեղծության բառերն են, վայրի ցեղեր կերտանուկուգան, իսկ մենք հավերժ ենք մեր սարերի պես, բայց արդյոք հավերժ ենք եւ արդյոք մենք երբեմն չենք նմանվում այն վայրի ցեղերին, որոնք պետք է գնան։ Եվ ինձ համար այսպեսի պատկեր է նկարագրվում կարծես թե երբ մեզ վտանգ է սպառնում եւ լուրջ վտանգ է սպառնում մեր ազգին, մենք ինքնամաքրվում ենք, մենք սկսում ենք իրար գնահատել, սիրել, մենք միաբանվում ենք, այնպես ինչպես եղավ 88-ին եւ այն հոգեվոր վերելքը, որ մենք ունեցանք 88-ին, դա ի վերջո բերեց հաղթանակի։ Բայց երբ մեզ մոտ քիչ թե շատ հանգիստ իրավիճակ է եւ մենք կարող ենք մեզ լավագույնս դրսեւորել, զարմանալիորեն մենք վատագույնս ենք մեզ դրսեւորում։ Եվ այս անկախության տարիներին դա ցույց տվեցին։ Գլխիվար իջած արժեքային համակարգ։ Հիշում եք Արարատ ֆիլմում ցավում եմ թուրքի բերանով է դա ասվում, ինչու ձեզ չեն սիրում, որովհետեւ դուք ագահ եք։ Այդ ագահությունը մեզանում սկսում է մեզ խեղդել, ամբիցիաները, իրար նկատմամբ նախանձությունը եւ ի վերջո մենք հիմա վերածվել ենք մի հասարակության, որը քաղաքի վերևը տեսեք ինչ դղյակներ են կառուցվում, չինական պատերով պատասպարված, իսկ մյուսը աղբամանում հաց է փնտրում եւ մենք հանգիստ ենք վերաբերվում դրան։ Մենք ուզում ենք, որ աշխարհը մեր նկատմամբ արդար լինի, բայց մենք իրար նկատմամբ արդար չենք։ Դա պայման է, որ մեր ներսում, մեր հանրապետության ներսում մենք պիտի ցույց տանք, որ մենք արդար հասարակություն ենք, մարդուն հարգող հասարակություն ենք, բնությունը հարգող հասարակություն ենք, այդ ժամանակ կմնանք մեր սարերի պես։ Եվ կարծում եմ, որ մենք բռնել ենք ինքնասպանության ճանապարհը։ Այսպիսի արժեքային համակարգով, որ այսօր է գործում, միայն նյութը, փողը, միան հիշեք, հայոց լեզվի մեջ, նյութ, թուն, հակառակորությամբ, մենք թունավորված ենք այսօր այդ նյութապաշտությամբ եւ այսպիսի իրավիճակով մենք հաղթանակներ չենք ունենա, մենք միայն կորուստներ կունենանք։ Արդյոք հնարավոր է փոփոխություն։ Ասեմ, որ վերջերս
վերջի տարիներին արդեն տարբեր մտավորականության շրջաններում տարբեր խմբեր նույն խնդիրը քննարկում են, ինչպես պետք է ինքնամաքրման ճանապարհ անցնել, ինչպես պետք է շտկել այս արժեքային համակարգը, որով մենք ղեկավարվում ենք։ Եվ այս երկու օրը մենք ունեցանք նաև այսպիսի պորտկում, իհարկե ձևը, այդ հեղափոխական ձևը, այսպես կոչված հեղափոխական ձևը ընդունելի չէ, բայց մտահոգությունը, այդ արտահայտությունը, որ այսպես այլևս ապրել չի կարելի, համենայն դեպս այդ մտահոգությունը բոլորինս է եւ հատկապես էկոլոգներին, որովհետեւ այն վերաբերմունքը այս մի կտոր հողի նկատմամբ, որ մենք ունենք, ուղղակի բարբարոսական է։ Սովետական տարիներին մենք այսպես չենք վերաբերվել մեր հողին, նույնիսկ սովետական տարիներին մեր պատմական արժեքներին այդպես չենք վերաբերվել, ինչպես հիմա ջնջում ենք Երևանի պատմությունը, պատմամշակութային արժեքները։ Բայց ես ուրիշս չեմ կորցնում, ես կարծում եմ, որ մենք իրոք ինքնամաքրման ճանապարհ ունենք անցնելու եւ ինձ հույս է ներշնչել, ասեմ, որ լուսահոգի Սոս Սարգսյանի մահը կարծես միավորեց մեզ եւ այն, որ ազգովին գնում ենք Սոսի հետևից եւ ամբողջ ճանապարհը այդ ճանապարհում ենք իրենց ափերով, դա ասում է, որ մենք անհույս չենք եւ հիշելով 88-ը, հիշելով այդ օրը, երբ մեր մեծ Սոսին սեսություն ենք ասում, ես կարծում եմ, որ մենք պետք է վերականգնենք մեր 88-ի ոգին, հիշենք Սիլվա Կապուտիկյանին, հիշենք Շիրազին, հիշենք շատ մեր մեծերին, Պարոյ Սևակին, հիշենք Ռաֆայել Ղազարյանին, 88-ի ոգին մենք պարտավոր ենք վերականգնել, այդ ժամանակ կունենանք հաղթանակներ բոլոր ոլորտներում։ Քանի որ խոսեցինք 88-ից, ես ուզում եմ փոքր անդրադարձ կատարել Երևանի պատմության վերաբերյալ։ 24 թվականին, երբ որ Երևանի առաջին գլխավոր հադրագիծը հաստատվեց, որակավորված էր Թամանյանի կողմից, Երևանն ունի ընդամենը 40,000 ազգաբնակչություն, բայց նախատեսվեց 150,000 բավականին կարճ ժամանակի համար, որովհետև շուտով եղավ նաև 350,000։ Սա ինչի մասին էր խոսում, որ բոլորը չէր կարող լինել նույն քաղաքի քաղաքացիներ, այսինքն հավաքում էին մարդիկ, որ պետք է ձևավորվեր միջավայր, որ այդ միջավայրում հետագայում ձևավորվեն նաև նույն մայրաքաղաքի, նույն ազգի քաղաքացիները։ Եվ կարծես թե պատերազմը խզեց այդ երևույթը, եւ Երևանի մայրաքաղաք կայանալու process-ը սկսվեց 60-ական թվականներից։ Եվ 60-ական թվականներից մինչև 80 թվականների երկրորդ կեսը Երևանը համարում էր սովետական տարածքի ամենալավագույն մայրաքաղաքներից մեկը։ Եթե վերցնում եք բոլոր բնակավարները, տակներ արվեստ, տակներ քաղաքացիական դրսևորում, տակներ ճարտարապետություն, երաժշտություն, դա ծաղկում կապրեց։ Սա ինչի մասին է խոսում, ինչու են դա ասում։ Տիկին Տանեգյանը, որ ասեց, այստեղ սա են կառուցում, դա նա են կառուցում, ամենալավ հայերեն իրավիճակի, դա քաղաքաշինության մեջ արտացվում։ Քարի մեջ ֆիքսվում է։ Ֆիքսվում է, այսինքն դա մենք հասել ենք այսօր այս տարիների ընթացքում այն մտածելակերպին, բայց սա ժողովրդի եւ բանի մտածելակերպը չի։ Եվ ցավոք սրտի քանիկնում ուծե հիմա արդեն լինի տենդենս, որտեղ ես տեսնում հասարակությունը ակտիվանում է, հիմնականում խմբակային հետաքրքրություններ են ի հայտ գալիս, այլ ոչ թե դա ընդհանուր ծրագիր, ընդհանուր նպատակ է, որ մենք առաջ շարժվենք, ոնց որ ընդհանրապես տրված էր այդ ծրագիրը կայանալու համար, որպես մայրաքաղաք, որպես քաղաքացի եւ ուրիշ արդեն եկողը կայանում էր այդ քաղաքում, որտեղ կար այդ միջավայրը։ Այսօր հիմնականում կարծես թե կնում այն տենդենսը, որ յուրաքանչյուրը ասում է դա եւ հայլուն արտահայտում է ճարտարապետություն, բայց ես հասկացողությունը, այսինքն նա իր կոմպոզիցիայով ես եմ այստեղ կանգնած, ես այսպեսին եմ, առանց մեկը մյուսին դաշնակվելու, առանց մեկը մյուսին լսելու, քննարկելու, անշուշտ ամեն յուրաքանչյուր անձնավորություն պետք է ունենա իր կարծիքը, բայց այդ կարծիքը դա բացարձակ ճշմարտություն լինել չի կարող։ Նա ճշմարտություն է դառնում քննարկման արդյունքում եւ պարտադիր չէ 100% դա կողմ լինեն, անշուշտ կմեն եւ տարակարծիքներ, բայց մեծամասնության կողմից ընդունվող երևույթը
Այ ամբողջ խնդիրն այն է, որ մեր հասարակությունը եւ մտավորականության դերը կայանում են անում, որ հասարակությունը ինչ որ մտեղ կայացնի, այլ ոչ թե զբաղվում միայն իրեն անձնական փառքի, անձնական խնդիրներ լուծելու շրջանակներում եւ իրեն արտահայտություններով եւ արվելակերպով շատերը լսում են ասում, եթե մարդը այսպես ասում է, ճիշտը սա է։ Ես դրանք կողմնակից չեմ։ Եվ այն երևույթները, որ կատարում են, հիմնական պատճառը նա է, որ չկա այն միջավայրը, որպեսզի իրոք սկսած այն փոքր հասարակական վայրերից մինչև մեծ միջոցառումները, որպեսզի մարդիկ շփվեն իրար հետ եւ կայանա լիարժեք հասարակություն, որը հարիժ է եւ մեր ազգին եւ այսօրվա պահանջներին։ Ես այդ կարծիք ունեմ։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան, ինչու՞ն եք ավելացնում։ Գիտեք, քանի որ սկսեցինք շատ այսպես հիմնական խնդիրներից, ես կուզեի ասել, որ այն վիճակին, որ այսօր հասել ենք, դա տրամաբանական շարունակությունն է այն գաղափարական հիմքի, որը դրվեց մեր անկախ պետականության հենց առաջին տարիներին, որը հնարավոր չի պետություն կառուցել առանց գաղափարի, առանց գաղափարախոսության։ Իսկ բոլորս գիտենք, որ առաջին տարիներին հենց այդպես հայտարարվեց, որ ազգային գաղափարախոսություն մեզ պետք չէ։ Իսկ, ինչպես ասում են, կարևոր տեղը դատարկ չի մնում։ Այնպես չէ, որ մենք ընդհանրապես չունենք գաղափարախոսություն։ Այդ ազգային եւ պետական գաղափարախոսությանը եկավ փոխարինելու անհատական շահի գաղափարախոսությունը, ուժի գաղափարախոսությունը, ուժն է ծնում իրավունք, բռնության գաղափարախոսությունը, շահի, այդ ծայրահեղ կապիտալիզմի։ Գիտեք ինչ, այսօր աշխարհը արդեն հասկացել է, պարզապես թաքուն են պահում, որովհետև դա ձեռնտու չի, ընդհանրապես ամբողջ միջազգային լրատվությունը դա խոշոր կապիտալի ձեռքին է, եւ իրենք այդ ճշմարիտ ինֆորմացիան հասարակությանը տեղ չեն հասցնում, իսկ համենայն դեպս գիտական աշխարհում այլևս կասկած չկա, որ կապիտալիզմը միջազգային մի բառ, որ մեր բառապաշարից դուրս է եկել, բայց միջազգային շրջանառության մեջ այսօր շատ արտիական է, այսինքն կապիտալի իշխանությունը եւ լիբերալիզմը, այսինքն ազատապաշտությունը եւ ազատականությունը իրենց չեն արդարացրել եւ դրանք վերել են այս հետևանքներին, որովհետեւ երբ անձի շահը դառնում է գերակա հասարակության եւ ազգային շահին, այդպիսի հասարակության մեջ յուրաքանչյուրը դեպի իրեն է քաշում եւ ազգը պառակտում է։ Ընդհանրապես սոցիալականն ու ազգայինը դրանք փոխշահկապված են եւ հնարավոր չէ ազգը լինի համախմբված եւ ընդհանրապես ազգ որպես ազգություն գոյություն ունենա, երբ կա սոցիալական բևեռացում։ Դերևս Կոնֆուցիոսն է ասել, երբ հասարակության մեջ հարստությունը բաժանվում է, ազգը միավորվում է, երբ հարստությունը միավորվում է, ազգը պառակտվում է։ Այսինքն սրանք անվիճարկելի ճշմարտություններ են, որոնք պետք է ամրագրված լինեն մեր սահմանադրության մեջ, բայց մեր սահմանադրության մեջ, թեև առաջին տողում գրված է, որ մենք սոցիալական պետություն ենք, ինչպես վերնագիր, որը չունի բովանդակություն, որովհետև հաջորդ հոդվածներում այլևս չի շարունակվում, թե որն է այդ սոցիալական պետությունը եւ դա չի ամրագրվում մեր օրենսդրությամբ, սահմանադրության մեջ ամրագրված է իրականում, եթե ուշադիր կարդաք, իսիկս տարբեր քաղաքացիական նախաձեռնություններում ստիպված եմ եղել ուսումնասիրել մեր սահմանադրությունը ավելի խորությամբ, այնտեղ կան բոլոր այն սողանցքները, որոնք այսօր Հայաստանը այսօրվա վիճակին են հասցրել։ Եվ մի բան էի ուզում ես իհարկե ասել, ամեն ինչ չի բնականաբար, որ օրենքով պետք է կարգավորվի, շատ ավելի կարևոր են չգրված օրենքները, բարոյական նորմերը, որոնք մեկը մյուսին փոխ լրացնում են, օրենքը եւ բարոյական օրենքը, բայց մեզ մոտ հենց երկու ասպարեզներում ենք մենք մեղմ ասած թերանում եւ ժամանակն է իսկապես, որ մենք վերանայենք հենց արմատական այն հարցերը, որոնց արդյունքը այսօր մենք տեսնում ենք մեր իրականության մեջ։ Եկեք ես մի նախադասություն կուզենայի ավելացնել, դա հաջորդ հարցն է պարզապես։ Առաջին հարցն է, դեպքում ես հատուկ հենց այդ օրվա հետ կապված։ Կներեք, որ միջամտեցի ուղղակի
Այո։ Այդ կատարվածը դա խուլիգանություն է, թե հուսահատության, չգիտեմ, Գիտեք ինչ, այդ կատարվածը դարձավ շատ բնական եւ տրամաբանական արձագանքն է իրականության, որովհետեւ երբ իշխանությունները հասարակական կարծիքը, այ մենք հիմա այստեղ ելույթ ենք ունենում, սա հասարակական կարծիքի մի դրսևորում է, ինչպես ձայն բարբարո հանապատի, այդպես են ընդունում, այսինքն դե ոչինչ, թող խոսեն, թող քննադատեն, բայց ոչինչ չի փոխվում իրականության մեջ, իրականում ուրեմն հասարակական կարծիք գոյություն չունի, հասարակական կարծիքը այն է, ինչը ուժ ունի, արժեք ունի եւ կարևորվում է ղեկավարության կողմից, երբ դա չկա, դու արդեն ստիպված ես լինում դիմելու այլ միջոցների, եւ ժամանակն է կարծում եմ, որ մեր ղեկավարությունը իսկապես վերանայի այդ մոտեցումը քննադատությանը, հասարակական կարծիքին, մտավորականության խոսքին, այս շարքը հենց այդ նպատակին է ծառայում, մտավորականությունը իր դերը եւ նշանակությունը կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ դա այսպես փակ դրան արժև չի, երբ նա ստանում է արձագանք, թե չէ ինչ որ առումով ժամավաճառության է նմանվում այն, ինչ մենք անում ենք։ Նայեցեք, ես ուղղակի Կարեն ջան ուզում եմ ինչ ասեմ, որ այսօր նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի մակարդակով ընդունված է, որ նեոլիբերալիզմը սխալ քաղաքականություն է։ Այո, ամբողջ Լատինական Ամերիկան, Աֆրիկան, ասիական երկրները բանջել էին դա, եւ ես եղել եմ այդ քննարկման ժամանակ, եւ բոլորը ասեցին, որ համաշխարհային բանկ ասի կներեք սխալվել ենք։ Իսկ երկրները ուղղակի ասեցին, որ դուք նպատակաուղղված քանդեցիք մեր երկրները եւ գլխավոր ասամբլեայի որոշում կա 63-րդ սեսիան որոշել է, որ սխալ է եղել գերագնահատել նեոլիբերալիզմը, ազատական շուկան եւ թերագնահատել իշխանություն կառավարության կարգավորիչ դերը եւ հիմա այդ պետության կարգավորիչ դերը եւ մի քանի որոշումներով դա ֆիքսված է, բայց մենք դեռ գնում ենք այդ հին ճանապարհով։ Մենք կադրադառնանք դեռ այդ հարցերին, ես կուզենայի այնուամենայնիվ բան անենք մենք հնարավորություն տանք լրագրողներին հարցեր տալ։ Եթե կան բոլորը նույն հարցին պատասխանային, ինչպես այդ գնահատում Ես մնացա, ես ինչ կարող եմ ասել, ես ընդհանրապես միշտ ամեն ինչ տեսնում եմ իմ մասնագիտության շրջանակներում, որ հարկավոր ոչ թե արդյունքին տալ գնահատական, այլ նրա ախտորոշումից պետք է, ոչ թե կայացածին արդեն պետք է տալ գնահատական, այլ պատճառների, որտեղ յուրաքանչյուր երևույթ, որ կատարվում է, դա պատճառ ունի, արտահայտության ձևերն են փոխվում։ Այս տեսակետից ամենակարևորը դա անընդհատ պետք է վերլուծվի յուրաքանչյուր որ տեղի ունենում, դա ինչի արտահայտություն էր, տարբեր մարդիկ, տարբեր մագարտակից կազմված, տարբեր ձև են արտահայտվում, բայց դրա անհրաժեշտությունը կա, որ արտահայտվում են։ Չպիտի հասնի դրա երբեք։ Արդեն հասունացել է, դա ախտորոշում պետք է լինի, որովհետև ոնց ասում են, դանակը ոսկորին չհասնի, որ հետո ասեն դու սխալ ես արել կամ բան ես արել։ Այ իմ կարծիքով ամենաթույլ կողմը մենք որ այսօր ունենք, ժամանակին դա կլինի ճարտարապետություն, դա կլինի քաղաքաշինություն կամ ինչ, ախտորոշումը եւ դրա նախքան այդ արտահայտվել ոչ թե բռնու ուժով, այլ ընդհանրակը քննարկելով, իրար հասկանալով, լուծումները փնտրելով եւ արդյունքի հասնելով, ես այսպես եմ տեսնում։ Ընդհանրապես հասարակության զարգացման երկու ճանապարհ կա, մեկը ներդաշնակ զարգացումն է, մեկը հեղափոխական զարգացումն է։ Երբ մենք հրաժարվում ենք ներդաշնակ զարգացումից, մյուս ճանապարհը կա։ Ես դա եմ ուզում ասել, որ եթե տեսնում եք մենք ներդաշնակում զարգացում, որտեղ ավելի թանկ կնստի միշտ տվյալ երկրի վրա, մենք էլ այդ տնտեսական հնարավորությունները չունենք այդ եղանակով մենք անցնելու։ Եվ հասարակական կարծիքի հետ կապված շատ կարևոր է, որպեսզի մամուլի դերը բարձրանա եւ քննադատությունը հնչում մամուլով, դա պետք է անպայման իր արձագանքը ունենա եւ պատասխան ունենա, որովհետեւ երբ նշվում է մեծ կաշառակերության մասին, մեծ հանցանքների մասին եւ դրան չի հաջորդում պատիժը, այդ հանցանքը դառնում է նորմա, ավելի լավ է չնշվի։ Ես փորձեմ երկու հարց տալ ձեզ։ Ուրեմն առաջի հարցը հետեւյալն է, երեք բանախոսներին էլ վերաբերում է, մենք շատ հաճախ մամուլում կարդում ենք տարբեր երկրներում տեղի ունեցող անկարգությունների, ընդվզումների մասին, երբ մարդիկ այդտեղ մեքենաներ են այրում, խանութներ են թալանում, ջարդում եւ այլն։
Ինչպես է գնահատում, կարելի է ասել, որ մեզ մոտ կարծես թե նմանատիպ ինչ-որ դրսևորում եղավ։ Այսինքն այն դրսման նմանատիպ ձև։ Հեսա այնուամենայնիվ մի քիչ այլ բան։ Չէ, ես կարծում եմ, որ դա նույն դրսևորումն է, պարզապես տարբեր ձևերով եւ մի քիչ պես կատակ կես լուրջ, ասեմ, իմ փորձը վերջի մի քանի ամիս ես փորձում եմ նախարարության անունը չեմ տա, մի նախարարության հետ բանակցել, թե միջազգային մեր պարտավորությունները այդ ոլորտում ի վերջո կատարելու ենք, թե ոչ։ Եվ ընդ որում դա դրական է երկրի համար նաև։ Համոզել եմ, խոսել եմ, ոչ մի արձագանք։ Արդեն այս երկու օր զանգ եմ տվել, ասել եմ անցնում եմ շանտաժի, 3 զանգ եմ տվել նախարարի ընդունարան, ասել եմ շանտաժից անցնելու եմ տերորի։ Ուրիշ տարբերակ չեմ տեսնում ուղղակի։ Եվ երրորդ հարցը ես կուզենայի ուրեմն Տիկին Հակոբյան, ձեր ուրեմն դիրքորոշման վերաբերյալ է, տեսեք, ավելի շատ այսպես դիտարկում անեմ, որովհետև դուք ասում եք, որ եթե կա քննադատություն եւ չկա այդ քննադատություն ընդունումը, ապա դա դառնում է նորմա։ Մենք մի շատ չասեմ, սրանց մի 5 տարի առաջ կամ 10 տարի առաջ ունեինք մամուլում բոլորովին այլ իրավիճակ, երբ որ մամուլին շատ այսպես խստիվ արգելված էր քննադատել եւ խոսել։ Այն ժամանակ կարծես թե այդ հավասարակշռությունը դեր առաջ ասած այլ որով էր ձեռք բերվում, այսինքն կատարվում էր վաղ իրադարձություն, մամուլը կամ ընդհանրապես չէր անդրադառնում դրան կարծես թե չի եղել, կամ էլ անդրադառնում էր այնպես մակերեսորեն կամ նույնիսկ շուռ տված, որ էությունը չէր փոխվում։ Բայց այն ժամանակ քննադատական ուրեմն հրապարակումներին պարտադիր լինում էր այսպես հստակ արձագանք։ Դա ավելի շատ բնորոշ էր սովետական շրջանի մամուլին, որ եթե մամուլում կար որևէ քննադատություն, ապա դա նշանակում էր, որ վերջ այդ քննադատությունը դա նույնն էր ինչ-որ համարյա քրեական գործ հարուցել է, եթե այդպես։ Հիմա տեսեք, մեզ մոտ ազատականացել է շուկան։ Մամուլը կարծես թե կարողանում է խոսել ամեն ինչի մասին, արձագանք չկա, բայց սա ևս վատ է, սա էլ բերում է նրան, որ մենք բոլորս սովորում ենք, որ ասենք մենք կարող ենք հանցագործության հայտարարություն անել, բազմիցս օրինակ այս սրահում մեր նահանգապահական կենտրոնի տարբեր բանախոսների կողմից եկել է բացահայտ ասել, այ ես անում եմ ասենք հանցագործության մասին հայտարարություն, այսպես, այս ինչ բանը եղել է։ Դա եղել է, դա հրապարակվել է մամուլում, դա հեռուստատեսությամբ ցույց է տրվել այդ կտորը, բայց միևնույն է որևէ մարմին դրա հետևից չի գնացել։ Այ ո՞րն եք կարծում ավելի ճիշտ, որ վիճակն է ավելի ընդունելի։ Դուք ուզում եք ես երկու չարիքից մեկը ընտրեմ։ Ես առաջարկում եմ, եւ մենք բոլորս բարձր նույն կարծիքին ենք, երրորդ տարբերակը լինի ազատ խոսք, սակայն այդ խոսքը հաշվի առնենք։ Իրականում ես հույս ունեմ, որ այդ երրորդ քայլին մենք այս երկրորդ աստիճանից հետո պետք է որ հասնենք դեպի հետ նահանջ չպետք է լինի ձեր ասած այդ խիստ գրաքննությունը, բայց դեպի երրորդը ես դերևս չեմ տեսնում քայլեր, որ կտանի դեպի երրորդ երբ մամուլը լինի անկախ, որպեսզի լինի անկախ, նա պետք է նաև ֆինանսապես լինի անկախ, բոլորս գիտենք, սա մի ամբողջ համակարգ է, որովհետև ոչինչ չի արվում, որպեսզի մամուլը լինի ֆինանսապես անկախ, գիտենք մենք կախվածությունները մամուլի տարբեր ազդեցիկ կողմերից եւ այդ պարագային արդեն դառնում է այսպես ներկայացման նման մի բան, դու խոսում ես, բայց ինքը իրավական որևէ ուժ չունի, այսինքն մամուլը այսօր այդ ուժը չունի, հասարակական կարծիքը հետեւաբար չունի այդ ազդեցությունը ցավոք սրտի։ Շատ կարողեմ ասել, ես համարում եմ, որ իրոք յուրաքանչյուր երևույթ արտացոլում այն ինչ որ կա։ Մենք սկսեցինք սովետական տարիներից ինչպես որ դուք ասեցիք, այն ժամանակ մատ այսպեսի ասացված կասեմ, անեկդոտ ասեմ, ասում են ինչ ընդհանուր բան կա նախարարի եւ ճանճերի մեջ։ Ասում են երկուսին էլ թերթով է սատկացնում։ Ասում եթե մի բան գրում է մամուլի, որը թերթն է, նա ամեն իսկ լավ հավազով է սպանում։
Այսինքն այդպիսին էր հասարակությունը։ Այսօր ինչ է այս վիճակը, որտեղ յուրաքանչյուր արտահայտություն դա կարծես թե անձնավորվում է։ Այսինքն եթե ես մեկին մի բան ասում եմ հասցեին կամ բան, մտածում եմ դա անձնավորված է, ինչ որ կամ շահ կա, կամ ինչ որ իրավունք կա տվել անձնական, դրա համար այդ ուշադրությամբ վերլուծությունը, այդ մոտեցումները, կամաց, որտեղ մարդիկ հիմնականում գուցե այդպես են վարվում, չեն հավատում, որ մարդ կարող է ազգորեն իրեն մտածելակերպը, իրեն քննադատանը դա երևույթին։ Դրա համար արդեն այնքան է դա շատացել այդ երևույթը, որ կարծես թե սովորական բան է դարձել եւ նա ինչի բան դարձալանքին շատություն չեն դարձնում։ Այսինքն այն մեծ լրջությունից, որ ասում ենք ոչ թե լրջությունից, այլ համակարգի դրվածքից, մենք հասել ենք նրան, որ կարող ենք անտարբեր լինել յուրաքանչյուր բան նկատմամբ կասկածի տակ դնելով, որ դա ճիշտ է, թե սխալ է։ Որտեղ դա գալիս է անձնավորվածությունից։ Ես էլ արձագանքեմ, եթե հիշում եք, Շիկահողի արգելոցի շուրջ մեծ պատերազմ եղավ, ի վերջո դա այն հազվագյուտ հաղթանակներից է, որ չթողեցինք, որ ճանապարհը կենտրոնով անցնի արգելոցի, եւ երբ այդ քննարկումները գնում էր արդեն միջազգային մամուլներ խառնվել եւ այլն, զանգարեցի բավականին բարձր մի պաշտոնյայի իհարկե անուն չեմ տա, եւ ինքը սկսեց ինձ հարցեր տալ, որ ես շատ զարմացա, ասի ախր այդ բոլորը մամուլի մեջ գրված է, այդ բոլորը հեռուստատեսությամբ ու ինքը ինձ ինչ ասի, որ լավ լինի, իսկ մենք մեր կայուն զարգացման համար մամուլ չենք կարդում, հեռուստատեսություն չենք նայում վերջին։ Մի սած կարելի է, ուղղակի խնդրում եմ կոնկրետ պատասխանել էլի, այո կամ ոչով, շուրջը չլինել էլի, կոնկրետ։ Հիմա Շանթ Հարությունյանը եւ նրա կողմնակիցները խուլիգաններ էին, թե ոչ, այդ հարցին, ըստ ձեզ յուրաքանչյուրի գնահատականը։ Դրսևորումը խուլիգանական էր, էությունը ճիշտ էր։ Խնդրում եմ բոլորը։ Ես այդ նույն կարծիքին եմ, բովանդակությամբ երբեք չի կարելի դա խուլիգանություն համարել, գուցե արտահայտման միջոցները ընդունելի չի։ Նույն համամիտը, որ արտահայտության միջոց է դա։ Այսինքն հասունացած բան կա, մեկը խուլիգանաբար, մյուսը ավելի կիրթ, մյուսը ավելի չգիտեվիչ, բայց որ եթե դա չհասունանար, նման երևույթ կատարվել չէր կարող։ Կարելի մի բան ես ասեմ։ Օրինակ, չեք իմանացնում այդ Շանթի արածը, այդ Թելերյանն է, որ գնաց Փալատին սպանեց։ Մարդասպանություն արել, չէ՞, հաստորեն սպանեց։ Չէ, դա մի քիչ նա արդեն դատավճիռ կար, որ մարդուն դատապարտել էին մահապատժին, ինչ որ մեկը պետք է ի կատարած էր։ Նույն երկիրը չէ, թե ես չեմ սխալվում, թե ինձ ուղղել, նա դատապարտված էր մահապատժի։ Դա ազգային վրեժխնդրության Չէ, բացի դրանից նա դատապարտված էր մահապատժի։ Այո։ Չէ, 100%։ Այո, Թուրքական իշխանության կողմից դա դատապարտված էր, ուղղակի վճիռը չէր կայացվել, եթե տվյալ երկիրը ինքը իրեն քաղաքացուն այդպիսի վճիռ է կայացրել, ուրեմն ինքը չի իրագործել, նա գնաց իրագործել։ Նպատակը նա էր, որ դա լիներ ազգային վրեժխնդրություն, ոչ թե թուրքական իշխանության կողմից, որովհետև միայն Թալատ Փաշային չսպանեցին, սպանեցին Այդ բոլորի մասին է խոսքը։ նույն նեմեսիս այդ վրեժխնդրության։ Այսինքն այստեղ երբեմն մարդիկ ընտրում են կատարման, այսինքն արտահայտման միջոցներ, որը կարող է արմուկ բարձրացնել եւ հետագայում ունենա իրեն հետևանքները։ Այսինքն նա թաքուն չի անում, դրա համար գնաց դատավարություն եւ դուրս եկալ ի հայտ եկալ, թե պատճառը հիմնականում ինչու։ Նպատակը բողոքի ձայնն է։ Բողոքի ձայնն, այո։ Ուզում ասեմ նայել էր, էլի, բողոքի ձայներ բարձրացան, որ ամբողջ աշխարհը անտեսում էր հայ ցեղասպանությունը, ինքը գնաց դիմեց մարդասպանության, մարդ սպանելու, բայց ինքը ուզեցավ իր բողոքի արտահայտությունը։ Չէ, ես համեմատում եմ ոչ թե դա իմ արվում բողոքի արտահայտություն կամ բան, այսինքն երևույթներն են ուրիշ, տարբեր հարցեր շուրջ են, սա ներքի խոհանոցն է, որ հասունանում է խնդիրներ կան, որ պետք է լուծվի, իսկ այնտեղ լրիվ այլ մասշտաբի արդեն բաներ եւ եթե պետությունն է կայացնում վճիռ, որ նա մարտասպան պետք է անպայման մահապատժի ենթարկվի, Բայց դու գիտեք, չէ՞ որ այդ նույն պետությունը, որ մահապատժի որոշում Եթե չլիներ երկրին սպանելու, ես դա բաներով քարումներ արեց, իր Թալաթի, Էնվերի Պարզա, հետո այնպիսի միջոցառումներ արել, որպեսզի դա չկայանա, բայց որպեսզի ինքը համաշխարհային հանրության արտար երկիր է, ինքը դա քննադատում է երևույթը եւ այդ կատարողներին մահապատժի է դատապարտում, սա էլի քաղաքական խնդիրներ են, դա
Շատ լավ, եթե շանթի հետ կապված հարցերը ավարտվեցին, ես մի հատ հարց ունեմ, եթե հարց ունեք շանթի հետ կապված, էլի խնդրեմ։ Ես ուզում եմ անդրադառնալ ձեր վայրի լիբերալիզմին, այսպես ասած, կամ նեոլիբերալիզմին։ Այսպիսի մի հատ դիտարկում։ Աստորեն, երբ մենք անկախության հանրաքվե էինք անում, անջատվում էինք խորհրդային միությունից, հետո հռչակագիր ընդունեցինք, հետո սահմանադրություն ընդունեցինք, ես կարծում եմ մեր քվեարկության մեջ, դուք ինչպես եք կարծում, մենք հասարակարգի փոփոխություն, սոցիալիստական կարգերից դեպի կապիտալիզմի անցում, կամ նման որևէ բանի դուք քվեարկել եք, թե չէ։ Ոչ։ Այսինքն, փաստորեն տեսեք ինչ է ստացվում։ Հագրատվեցի հետ։ Մենք անջատվել ենք մի ամբողջ պետությունից ենք անջատվել, դարձել ենք ինքնիշխան պետություն։ տալիս, շատ ճիշտ է։ Բայց մենք ապրում ենք մի ասենք հասարակարգում, ինչ որ ձևավորված արժեքների համակարգում եւ այլն։ Ես ուզում եմ հասկանալ, որ պահից եւ ում որոշմամբ հանկարծ մեր մոտ սկսեց զարգանալ վայրի կապիտալիզմ։ Եվ ինչու՞։ Ես կարող եմ ասել երևի, որովհետև այստեղ արդեն համաշխարհային ուժերը աշխատեցին, այդ այսպես կոչված շոկային թերապիան, որ մեզ մոտ սկսվեց, դա փորձարկել էին Լատինական Ամերիկայում, հետո Արևելյան Եվրոպայի երկրներում, եւ ամենուրեք քանդվել էր տնտեսությունը, ամենուրեք այս վայրի դրսևորումներն էին եղել։ Դա նպատակ էր դրված, որ մեր երկրները հանգարտ չվերադառնան նախորդ հասարակարգին։ Իհարկե ես չեմ ընդունում, որ սոցիալիզմը ամեն ինչով ճիշտ էր։ Մենք այն ժամանակ արդեն, ես ասեմ ինչու եմ ես դա իրավունք ունեմ ասելու, 2001 թվականին ՄԱԿ-ի ամենաբարձր ամբիոնից ես խոսել եմ դրա մասին։ Ինձ միակ հկն էր, որ պատվիրված էր զեկուցում Бедность в регионе Европейской экономической комиссии։ Եվ ես այդ ամբողջ, երբ որ մեր բոլոր պետությունները, ապահը երկրների վեր կացան զեկուցեցին, ինչ ընտի ռեֆորմներ են անցնում, ինչ արդյունքներ ունենք շատ լավ, որից հետո ես վեր եմ կենում ու ՄԱԿ-ի տվյալներով ասում եմ, որ քանդվեց, մեր տնտեսությունները քանդվեցին, սոցիալական սարսափելի իրավիճակի, էկոլոգիական վիճակը վատացել է եւ ճիշտ ճանապարհը դա Չինաստանի ճանապարհն է։ Չինաստանը չենթարկվեց։ Համաշխարհային բանկը սկսեց գումարներ տալ եւ ասեց, այս գումարների դիմաց դուք այսպիսի ռեֆորմներ եք անում։ Երբ ենք գնացինք դրանց հետևից, չգնաց Բելարուսը եւ դրա համար այդպես խփում են Բելարուսին շատ, որոշ չափով չգնաց Ղազախստանը եւ շատ մեծ թռիչք է ապրել եւ բացարձակ չգնաց Չինաստանը։ Չինաստանը ընտրեց իր ճանապարհը։ Դու որոշ այո։ Եվ հիմա հենց դա էր, իսկ մեզանում դա էր գտնվեցին մարդիկ, որ որոշեցին, որ շատ լավ է, բղտոր ջրում մենք էլ ձուկ կվորսանք, դրսի ուժերին հարմար էր, ներսի ուժերին պարզվեց նորեղություն նույնպես հարմար էր։ Իսկ որքանով էր օրինական այդ որոշումները, որոնք որ կայացվել են այն ժամանակվա մեր իշխանությունների կողմից։ Այսինքն, տեսեք, խնդիրը մենք օրենսդրական դաշտ ենք սկսել նոր ստեղծել, այդ օրենսդրական դաշտը ես այսպես նայում եմ, մասնավոր սեփականության գոյությունը առանձնապես ինքը չի խանգարում սոցիալիստական կամ սոցիալական տիպի պետության։ Ոսկե միջինը կա, իրոք ոսկե միջինը կա, սոցիալիզմի լավը պիտի պահեինք եւ կապիտալիզմի լավը պետք է վերցնեինք, մենք հակառակն արեցինք։ Նույն Գերմանիայում փողերի բեզամասնությունը դա բանի սեփականություն չի, անձնական սեփականություն չի։ Պետություն է Գերմանիա, պետականը։ Հանրության, այսինքն տվյալ տարածքի կառավարման համայնքի սեփականություն է դա։ Այնտեղ այդ որ ես ունեմ սեփականություն եւ իմ սեփականության սահմաններում ես ինչ ցանկանամ կանեմ, անկախ նրա ստատուսից, այդպես չի։ Սեփականությունը դա իրավունքների քանակություն է։ Դա բացարձակ սեփականություն հասկացություն գոյություն չունի։ Այսինքն մենք տիրապետելու, տնօրինելու, ընդհանրապես այդ իրավունքներից բացի պարտականություններ պետք է տրվեր յուրաքանչյուրին, օրինակ կոնկրետ հետանակ վերցնենք ծածկաշուկան, չէ՞։ Նա սեփականություն ծեր կապեր, բայց նա իրավունք չուներ այդպես վարվելու հուշարձանի հետ, որտեղ հուշարձանի արժեքը չի վաճառվում, երբեք դու չգիտես դա ինչ արժի, որտեղ ոչնչացնում ես։ Այս խնդիրներն են։ Դուք հարցներ տվեցիք, բայց իսկ
Արդյոք պետք է իրավունք ունենալ ձեռք բերելու։ Չէ, ես ասում եմ հանրապետ սեփականության Նա իրավունք կարող է ունենալ շահագործել։ բայց նա տնօրինելու, հետադենք հետո իրան սեփականություն վաճառելու, ուտարելու, բանի եւ իրավունք նա պետք է ունենա այդպես։ Բայց նա պետք է իրավունք չունենալ այդ վարվելն այնպես իրեն կամքին հակառակ։ Նույնը ենթադրենք մենք վերցնում ենք մեր ամբողջ Երևան քաղաքի շենքերի ճակատները։ Յուրաքանչյուրը վարվում է, ես մի կտորը որ իրան բնակարանը դուրս գալիս փողոց, այնպես ինչպես ինքն է ցանկանում։ Այն պարագայում, որ ոչ միայն տվյալ շենքի համատիպության դասեփականությունն է, ոչ միայն քաղաքի դասեփականությունն է, դա ժողովրդի սեփականությունն է, որ պետք է նա անփոփոխ այնքան ժամանակ ինչպես ստեղծվել է։ Նայեք շքամուտքերը, լուսամուտները։ Դու իրավունք չունես դրսից ներկելու այլ գույն, քան թե այդ շենքը եղել է այլ գույնի։ Յուրաքանչյուրը տեղն է դրսևորվում, որ սա իմ պատշգամբն է, սա իմ պատուհանն է, սա իմ բանն է, այստեղից է գալիս այդ աղբյուրը։ Թե չէ որ ոստիկ շուկա հասկացողությունը հույս սովետական տարիներին։ Ես բավականին մեծ նամակագրություն ունեմ շուկայի վերաբերյալ։ Ինչու՞ համար, ինչ է դեռ դա կապված։ Հողային ռեսուրսների ոչ խնայողաբար օգտագործումը։ Որովհետև հող արժեքներ, նախարարություններ կան վերցնում են, տասնյակ տարիներ կոնսերվացնում են դա, որ գումար չունեն որ անելու բան, քաղաքը մնում է այդպիսի դատարկ տարածություններ, մենք դնում ենք, որ նորից դիվել է նախարարությունը հող ուզում, գյուղատնտեսական հողերից հանում են տալիս են ուրիշին, եւ այդպես ներած վիճակ էր։ Բայց այդ պարագայում արդեն լրիվ այլ ուղղությամբ գնացեց բանը, խոսքը վերաբերում է կառավարման խնդիրներին եւ այն իրենց դարձին դրաշտին, որ դու ընդունում ես, թե չէ շուկան որ մսակցությունա բերում, բանա բերում, տնտեսությունը կարող է զարգանալ, դա անբիժելի է։ Որտեղ ինչքան լավ պլանավորես, դա ամենաշատը դու կարող ես ծրագիր ունենալ, բայց մինչև վերջի կաթիլը պլանավորել, որ սարեցիր ես ինչ արդյունքին հասնես, դա անհնարին երևույթ է։ Այսինքն պլանային տնտեսության համակարգում ես այդ պատմում։ Գիտեք ինչից սկսվեց հիմնական անարդարությունը, չէր կարելի սեփականաշնորհել այն ինչ Աստծո տված բարիքն է, բնությունը, հանքերը, հողը, դա պետք է մնա պետական հսկողության տակ։ Իսկ արդեն մասնավոր ձեռնարկություններ, բիզնես բնականաբար պետք է լիներ։ Բայց պայմանով այստեղ ամբողջ խնդիրը պայմանների մասին է խոսքը, թե ինչ խնդիրներ ես դնում։ Բայց բնությունը դա ոչինչ մարդը չի արել դա ստեղծելու համար, չէ՞, դա բնության բարիք է հանքերը, եւ դա պատկանում է ժողովրդին։ Համեսը ձեր հարցը բայց որ ներկայացնում են, ասում եմ դա դարձել էր առնետանոց, այսինքն առնետանոց դառնալու փակ շուկայի մասին է խոսքը։ Այն ինչ շատ կարևոր բան եք ասում, այդ դեմագոգիան այնքան անազնիվ է։ Չէ, դա անացել է դա։ Ես սարներին ոչ ոք չի ասում, որ պետք չի կառուցել, խոսքը ճիշտ կառուցելու մասին է։ Նույնը Սոս Սարգսյանի համազգային թատրոնին է վերաբերում։ Ոչ ոք չի ասում, որ թատրոն պետք է, խոսքը տեղի շրջության մասին է։ Եվ այդ դեմագոգիան, որ նրանք ովքեր խոսում են քաղաքաշինական խնդիրներից կամ բնապահպանական, միանգամից շեղում են եւ ասում են, դեմ են թատրոնին, դեմ են կառուցմանը, դեմ են բիզնեսին, շատ անազնիվ է։ Ներեցեք ձեր հարցին ես եմ ուզում պատասխանել։ Մենք շատ փորձ ունենք կանաչ տարածքների, եթե որևէ կանաչ տարածք ուզում են տան կառուցապատման, սկզբի ջուրն են կտրում, որպես ծառայությունն, հետո աղբը չեն հավաքում, հետո վերում են մի քիչ աղբ են լցնում, հետո ասում են այ գոլովներ, այս առնետանոցը, այս առնետանոցը ինչ են արել կռվում։ Նույն հիվանդանոցները, սցենարով աստորեն հիմա այնտեղ կառուցվում է ռեստորան, հետո նա պատվեց կանաչապատ տարածքով, բայց այդ ձեր ասած նույն սցենարն էր, սկզբից ծառերը կտրվեցին, մի քրեական գործ հարուցվեց, բայց չգտան թողը կտրել։ Հետո այդ աղբներ, որը բանը, երբ որ աղբ էին լցնում, մենք այս շենքի ուրեմն լրատվամիջոցներով փող էին հավաքում, միայն հավաքային երկրացում, որ աղբը մի քանի տարի այդպես կարողացան շահել։ Ստացվեց։ Կառուցապատողները բարոյական մեղք ունեն, բայց հիմնական պատասխանատվությունը նրանք ովքեր դնում են այս ստորագրությունը, քաղաքապետարանը իրեն պատասխանատու անձանցով եւ քանի դեռ մինչեւ այսօր այդ մարդիկ ովքեր այդ քրեատին եւ հանցագործ ստորագրությունների համար պատասխան չեն տալիս, շարունակվելու է այս գործընթացը։ Ենթադրենք նույն սուպերմարկետների կամ այդ առևտրի կենտրոնների մասին։ Կա ազգաբնակչություն, կա ազգաբնակչության քանակություն, կա էլեմենտար նորմեր,
յուրաքանչյուրին ինչքան սպասարկման տարածք է պետք։ Այսինքն կենտրոնը երբ որ այդքան խտացնում ես դու, դա կենտրոնի ազգաբնակության համար չի։ Դու անում ես համակարգային նշանակության բան, տասնապատիկ ավել է, քան Ստեփան, որ ստիպված տրանսպորտային հոսքեր են գալիս դեպի քաղաք, այս վիճակն է ստեղծվում, այն պարագայում որ գույցում մի շարավիղ, այսինքն ազգաբնակությունը լավում էր բանում, կա 2-3 աշճան սպասարկման։ Օրվա սպասարկում մարդիկ կաթնամտերք են վերցնում, կամ հաց են վերցնում բան, կա որ մեկ շաբաթվա գնում են անում, բայց կան գնումներ, որ մարդը կատարում է կամ ամիսի 2 անգամ կամ այսինքն այդ բոլորը պետք է այն դիսլոկացիան ունենա, այն տեղաբաշխումը, որ չի սպասարկի։ Դրա համար պատճառներից մեկը տեսեք, մեր այստեղ ռեստորան, հաջորդ օրը դա դարձնում է կոշիկի խանութ, մյուս օրը դարձնում է չգիտեմ ինչ, ուրեմն նա իրար տեղում չի գտնվում։ Հասկանում եք, եթե տեղում չի գտնվում, նա արդեն իրան չի արտարացնում, դրա համար փակում են, պրոֆիլը փոխում են։ Դա եւ ծախսերի հետ է կապված, եւ չէ՞ որ յուրաքանչյուր բանին պետք է դու հասնես։ Երբ փոխում է տրանսպորտային ամբողջ երևույթը, այս ամենաահավոր վիճակը Երևանում ես համարում տրանսպորտային խնդիրները։ Ամենաահավոր վիճակը դա լուրջ քննարկման առիթ պետք է դարձնել, եւ լուրջ քննարկման առիթ, երկու բառով ասեմ, որ հասկանալու լինի, խնդիրն ինչու՞մն է։ Յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրին այս նորմատիվային հասնում է 2 եւ 4 կիլոմետր ճանապարհ։ Որովհետեւ հնարավորին է տարածքը նորմալ երթևեկել եւ սպասարկել։ Երևանում դրա թիվը 1.7 է, այսինքն 1/3 պակաս է։ Փողոցների ծանրաբեռնվածությունը կենտրոնում 120%-ից անցնում է։ Եվ այս պարագայում, եթե մենք վերցնում ենք կեսը կամ 1/3-ը, հանում ենք այս շրջանառությունից, ուրեմն պատկերացրեք ինչ կարող է կատարվել։ Որ խցանումները երբեմն քննադատում են, բան են անում, դեպի ինչ կա, խորհուրդը ի վիճակի է այսքան ջուր բաց թողնելու։ Կամ խորհուրդը պետք է մեծացնես, կամ չլի քանակություն այստեղ բերես, որ ինքը նորմալ կարողանա շարժվել։ Նույն այդ տրանսպորտային խնդիրներն են։ Ավտոբուսները ինչ է կատարվում, ավտոբուսը նա պետք է ունի գրաֆիկ, որ ժամին պետք է որ остановկայում լինի, բայց նա ի վիճակի է հասնելու։ Դա համար երբեմն остановկայում 5-6 մեքենա իրարդալից շարժվում են։ Նա պետք է ունենա իրան առանցին երթուղին, որ կնա, նույն տաքսիները պետք է առանցին երթուղին ունենան դրանից, որովհետև մարդիկ վճարում են, պետք է ժամանակին տեղ հասնեն։ Ես մի առաջարկություն ունեմ, քանի որ մեր պետական կառույցները իրենց գործառույթները չեն կատարում, ստիպված ենք դիմել նախագահին, չէ՞, քանի որ պետական պետությունը իր գործառույթները չի կատարում, գուցե մի ստորագրահավաք անենք, պահանջելով, որ Երևան քաղաքի փոքր կենտրոնում այլևս գոնե նոր նախագծեր, որոնք կխտացնեն բնակչությունը, չլինի։ Ինչ որ միշտ եղել է հայացակարգ մշակում։ Կառավարությունը որոշումը տունես, որ դադարեցնել կենտրոնի շինարարությունը, բայց ոչ մի կոպեկ արժեք չունի դա։ Որոշումը ընդունված։ Իհարկե ընդունված է, որ մինչև հայացակարգ մշակվի, մինչև տեսնեն ինչ է։ Հայացակարգը մշակված է, բայց շարունակում։ Որևէ առանձին ես նախագահի մոտ հենց դա եմ զերացել։ Արդյունքում կանչել էր Նարեկ Սարգսյանին, Նարեկ Սարգսյանը պատմեց ինձ ինչքան ինչքան պարզվում է այլ մոլորակայինները եկել քանդել են Երևանի պատմամշակութային արժեքները, ինքը Նարեկ Սարգսյան բոլոր վերականգնել է։ Ու ես նստած լսում էի։ Ուրեմն կենտրոնի ազգաբնակչություն 130,000 է։ Եթե մենք վերցնում ենք բավարարությունը բնակելի ֆոնդով, Վերցնենք սովետական տարիներին 6 քառակուսի հետևնում էր, քեզ հեշտ էին վերցնում տուն էին տալիս, հետո 9,000 նորմալ ընդունված էր 12 քառակուսի մետր։ Եթե մենք ընդունում ենք 21 քառակուսի մետր, որ համաշխարհային չէ, 21 քառակուսի մետր եթե վերցնում ենք համաշխարհային փորձը որ կա, կենտրոնում երրապատիկ քառապատիկ է այդ ֆոնդը, բայց սոցիալական խնդիրներ չեն լուծվել։ Այսինքն անդադար արդեն բիզնեսը հետապնդում Կառուցվում է, որպեսզի գումարը վերածվի անշարժ։ Այդ օրենքը գերակաշարի պետք է հատկապես փոխվի այդ հայտարարությունը գերակաշարի, որ մասնավոր բիզնեսը պարզվում է հանրային եւ ազգային գերակաշահ է։ Դա շատ կարևոր խնդիր է գերակաշահը, հանրային շահը, բայց պետք է դրա ճիշտ գնահատական տալ։ Դա նկատի ունի։ Բայց չի թե որն է հանրային շահը։ Հանրային շահը մետրոն է, հիվանդանոցն է, թատրոնը կարող է լինել, ծայրահեղ։ Մետրոյի կայանը ոտնատակ տրվեց։ Բայց ոչ Աբովյան Սայաթ Նովանգին մետրոյի կայանը ոտնատակ տրվեց։ Որ դա շատ անհրաժեշտ էր այդ կետի համար։ Ինչ է այդ եկեղեցուտակից ընդհանրապես մի 6 մետր բարձրությամբ պետք է փրախոդանեն, որովհետեւ դուրս գա հետագայում Սայաթ Նովագոյան խաչմերով, որտեղ կլիներ մետրոյի երկրորդ ելքը երիտասարդականի։
Եվ սպասարկել ամբողջ քաղաքի կենտրոնը։ Այնտեղ պատրաստ է պերոնը, միայն հարկավոր է թունել անել, իջնել ներքև, պերոնը միանալ, այս քաղաքը դրել։ Առաջ անգամ լսում այդ բանի մասին։ Չէ, ոստեղ, այնքան են դրել դրա մասին։ Դա մտցրել ենք բանի մեջ, Ինչու՞ չար։ Ասիական զարգացման բանկի ծրագրի մեջ ենք մտցրել, որպես առաջնային խնդիրներից մեկը։ Եվ դրա մի թևը դուրս էր գալիս Տերյան Սայաթնովի անկյուն։ Որտեղ հանրային գերակաշարժ Այսինքն ամբողջ կուտակում որ այսօր ֆրանսիական հրապարակում տեղի ունենում է շարժման, սա որտեղ ոչ ոք կենտրոնը չի բարձրանա հասնի մինչև երիտասարդական կայան, որովհետեւ մետրո կամ ներքև կամ վերև։ Դե հիմա կարելի է անել ինչ որտեղ կա օպերայի մոտ։ Հիմա այստեղ ինչ է, խնդիրը ինչու է։ Ասում են կարելի է հետագայում անել, բայց հետագայում 20-ապատիկ, 30-ապատիկ, 40-ապատիկ ավելի թանկ կնստի, որտեղ ինչ է նշանակում, սա պերոնն է, ընդհանրապես կոպիտ եմ ասում, որից այստեղ այս քաղաքները պետք է վերև բարձրանար, ու այս պերոնը պետք է երկարացնել, թունելային արդեն, ոչ թե կենդրը քանդում ես կանալկարծում, այնքան տեղ միջև ազատ տեղն է, որպեսզի նա դուրս գա։ Դա անվային արդեն երևի է դառնում։ Այդ քննարկումը չօգնեց, որը Ոչ մի բանով չօգնես։ չէ։ Ոչ մի Տարածքների պիտի մի քիչ ավելի ուժեղ ու ակտիվ Մերան ասելով։ Դե դա նույնն է խոսում։ հանրավորում է վերացնական Նահարվում է, եկեղեցու շահերն էին։ Չէ, ենթադրենք, ասում են, ես որ աղմուկ բարձրացրել այն ժամանակ, ասին բանը չի համաձայնվում Հովնանյանը։ Ասում է թող քաղաք կառուցի։ Երջան, եթե քեզ տալիս եք թույլատվություն, ես քննի եմ տնում առաջդ։ Մինչև այս խնդիրը չփոխես, դու այդտեղ ոչինչ անելու հնարավոր չունես։ Էլի այստեղ գալիս է անձնական։ Շան, հիմքն է։ հասկանում հիմքն է Ոչ դա։ թե հանրային շահն է։ Եվ ուրախանում ենք, որ նա եկեղեցի է կառուցում, բայց որ նա խոչընդոտում է քաղաքի հետագա զարգացման խնդիրներին, սա ոչ մի քաշվի չի նստում։ Այս է խնդիրը։ Դեռ այնքան հաստատված էր, որ նույնիսկ Ասիական բանկը մեր կազմակերպությանը ՀԿ-ին դիմել էր, որ դուք վերահսկեք հանրային վերահսկողություն այդ ծրագրի վրա իրականացրեք։ Հետո այն իմացան, որ ծրագիր չի իրականանում։ Ասիական զարգացման բանկի ծրագրին անիշը մենք մտցրել ենք, բոլորը բարդություններով են կապված, որովհետև այդտեղ այդ տրասաների վրա որ կառուցվելու են, կան բավականին անօրինականություններ։ Նույն հետադեն կառուցվեց Սարալանջի այս փողոց որ գալիս է, նա նույն կտրվածքով պետք է շարունակվի Սարի թաղով, Մուրկի տակով եւ այլն, եւ արդեն ունի իրեն կոդի, սանիտարական կոդի, յուրաքանչյուր կողմից 25 մետր լայնությամբ։ Ազգաբնակչություն եկավ, հասավ մինչև երկաթուղի, նույնիսկ այս երկաթուղի տակը սկսեցին ճյուրաներ սարքել բանանել, հաս բարձրացրեց, ասի գոնե բերեք քանի մետր կա, 2 մետր են լինի։ Քանի որ երկաթուղին համնիկ չի շահագործում։ Այստեղ ճանապարհ սարքենք, կարմիր գծերը տնենք, որ իմանա սրանից կառուցելու ոչ ոք իրավունք չունի։ Բայց ինչ կատարվեց դրանից հետո։ Նույն կամուրջի հենց առանցքով, որ գալիս է, խոսքը վերաբերում է Արմենագյան փողոցի եւ բանի անկյունում։ Կամուրջը ժամանակ չկառուցվեց, ասենք հետո կառուցել։ Դրեցին 7 հարկանի շենքը սարքեցին, որ ռելիեֆը 2-3 անգամ փլվեց։ Նույն ճանապարհի շարունակությամբ կրում եք, դրած է ճանապարհի եզրինսկի մայր չի թողած, ելի շենք կառուցվում։ Քանի դեռ մենք չենք հրաժարվել բայդի կապիտալիզմի, որտեղ այդ շահը ամեն ինչին հաղթում է, ոչինչ։ Այդ համայն շահը դա է։ Որ կաշվանի որսիային չէ լինի։ Նամակ մի հատ կամ բրճակագիր, չգիտեմ։ Բայց կարելի է ինչ-որ Չնայած ասեմ, էլի օրինակ երիտասարդները հավաքեցին, չէ, ոչ միայն քաղաքաշինություն, առհասարակ, այս ինչ որ խոսում ենք, արժեհամակարգ իրավիճակ, անբարովիճակ եւ այլն, որը արտացոլվում է բոլոր ոլորտներում։ Դեալները 20,000 ստորագրություն հավաքեցին ուսանողական այգում այդ ռեստորանը չկառուցել, ոչ մի բան։ 20,000 երեխեքը կանգնեցին Թամանյանի արձանով հավաքեցին։ Բայց գուցե էլի պետք է անել, չգիտեմ։ Կարելի է մի հատ այսպես, քանի որ այս շարքը կա մտավորականությունը եւ իրականությունը այսօր։ Կարելի հենց գուցե այս շարքի շրջանակում մտավորականության ստորագրը հավաք հարցերը մշակվել, մի քանի հարցեր։ Կամ այս շարքի արդյունքում все-таки ֆորումը հավաքել, մի ամբողջական ֆորումը հավաքել եւ այդ ֆորումի անունից այդ անել էլի։ Շատ ճիշտ է։ Նույն մտավորականներից շատերը եկան Մաշտոցի այգի եւ արտահայտվեցին, որ լավը սա այնա այսպես պետք է կատարվի։ Մենք մտավորականությունից ենք խոսում, էլի։ Եվ պետք է ազնիվ լինի ամեն մարդի անարդարության մեջ, կարող է չընդունել իմ արտահայտությունս,
Բայց պետք է մեկը մյուսին հավատալ, որ ազնվորեն ասում է իրեն կարծիք, այլ ոչ թե հարմարվում է կամ նրան քննադատական տալու, որ դու չէ, այս մարդուն ուզում ես ջուր կեղտը մտցնես, դրանով այդպես խոսում ես։ Որտեղ նույն ղեկավարությունը շատ հաճախ անձնավորում է, որ դա ինձ ավնված, այլ ոչ թե ինչ-որ լավ բան եք ուզում կամ բան եք անում։ Ես նախագահի մոտ, որ 2 անգամ խոսել եմ Երևանի քաղաքաշինության, սխալ քաղաքաշինության մասին եւ ասել եմ, որ շատ ճարտարապետներ համաձայն չեն, ես պատասխան եմ ստացել, որ պարզապես ճարտարապետները նախանձում են իրեն արդեն դրանից առաջ է համոզել, բացատրել, որ Դա նախանձի են վերադրում, կամ ինչ-որ ուրիշ բան են վերադրում, որ դու այսօր դու չես անում բան։ Որ ուզենան ուզածն է կարող անի, եթե հարմարում ես տվյալ պայմաններին։ Այսօրվա պատվիրատուի հետ աշխատել աննայինը, որտեղ նա թելադրում է, նա էլ քեզ ասում է, որ քո գործը չի, ես կանցկացնեմ, ես կանեմ եւ կարող, իսկ ո՞նց են անցկացնելու։ Արդեն այս խնդիրներն են։ Օրինակ, որ այդքան քննադատում են բան, չեք գտնում, որ ամենակարևոր բանը, որ այսքան վատ բաներ են կատարում, այդ մեր ժողովրդի, մեր լրագրողների, մեր ԶԼՄ-ների, դրանց քարան տարբերությունն է։ Օրինակ, տեսեք, մի բան չի չես մի 2-3 հոգի են, եկել են կամած գնաց։ Դες չէ, տարբերություններ կա, այսպես են սոցիալներ, այդպես դա միշտ են տենց անում, Մարգարիտա, իրանք վազքի մեջ են։ Իրանք վազքի մեջ են։ Վերջացնեմ, որ մեր խոսակցությունը այդ հիմա Այդել են պարագայում, գիտեք, ինքնություն իշխուն ծավալներ են ես կայքից մարդիկ կարվանի իրան դարմաներ վերագրողներ նայում են հետցուղի Չէ ինչ ես ասում, ես երկրորդ թերից մենք նոր կկազմակերպենք մեր բոլոր այս բանակցությունների համատեղ մի հատ կլոր սցենար, եւ այդ ժամանակ ծրագրի առաջադիմությունները ֆորում լինի եւ շրջակայքի մի ընդհանուր Այդի կանենք էլի։ Որտեվ տարբեր խմբեր էս Շամքի ճանապարհը չենք ընտրում, անգամ էլ է։ համառությունները պետք է անտրապ դուրս որ պետք է լավ իրազեկվի յուրաքանչյուր երևույթ։ Որովհետեւ ասվի, որովհետեւ այդ մարդը անկախ նրանից ընդունումա չի ընդունում։ Ես նույնը վարվել եմ ղեկավարությանս ասել եմ սա այսպես է։ Կարող է հազարատ գործոն իմ ասած գործոններից մեկն է նա որոշում է կայացնում։ Բայց նա պետք է իմանա ինչ անում եւ ինչի համար անում։ Իսկ մեր ազգաբնակչության շատ բան է, նույն ես անչափ հարգում եմ անկեզորեն ասում Սուրբ Սարգսյանին, անչափ հարգում եմ։ Որպես արվեստագետ, որպես հայ ազգի ներկայացուցիչ, որտեղ շատ քիչ մարդիկ կան, որ ժողովրդին այս սահմաններից դուրս են բերել եւ ճանաչել են դարձրել։ Դա կլինի ճարտարապետություն, դա կլինի գրականություն, դա կլինի երաժշտություն եւ այլն։ Քիչ մարդիկ կան, որ մտել են համաշխարհային բան, որ ազգը ներկայացնում են։ Բայց եթե նա լավ իրազեկված լինի, նրան չասեն, թե իհարկե կարելի է այստեղ կառուցել, իհարկե այստեղ շատ լավ է։ Նա երբեք այդ քայլին չի գնա։ Առաջարկել են նույնիսկ։ Գիտեք ինչ շատ ուզում եմ Նույն ծերը շենքի տակը, շատ կներեք էլի, շենքի տակը։ Հին բավականին պաշտոնյան մարդկանցից մեկը դիմել էր կառույցներին, որ ուզում է, քան որ գոյատևելու խնդիր կա, նա փողամաստան, որովհետեւ ինքը այդտեղ գործունեություն ծավալի։ Առաջարկել են այս տարածքը։ Ինձ մոտ մարդ ես ասի, եթե ուզում եք վարկաբեկվեք, համաձայնում եք, որ դա վերցնեք։ Եվ մարդը հրաժարվեց այդ ժամանակ։ Այդ կանաչից ոտք կոխելու համար։ Առաջվա քաղաքապետերից մեկը։ Ես ազնվորեն եմ ասում, հառացի ասում եմ այն ինչ որ կա։ Շատ լավ։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ բոլորին այստեղ մտքերի համար, դա շատ կարևոր է։ Մենք փորձում ենք այս ճանապարհով մտավորականության ձայնը ավելի լսելի դարձնել, որովհետև իրոք արժեքային համակարգը գլխի վայր շուր է եկել եւ եթե առաջ մտավորականությունը կարծես թե այն ուժն էր, որը որ գաղափարներով փարոս էր ամբողջ հասարակության համար եւ հասարակությունը փորձում էր ավելի բարձրանալով հասնել մտավորականությանը, ցավոք սրտի մեր արժեքային համակարգի փոփոխությունից հետո մտավորականությունը ինքը գնահատված չի այս երկրում, բայց ոչ արվող, եթե ոչ մտավորականությունը պիտի կարողանա այս վիճակից
որտեղ ինչ կա, դա պատվիրատուներից է գալիս։ Այսօր ենթադրենք երաժշտությունն ենք մենք վերցնում, չէ՞։ Ինչու համար մեր երաժշտությունը այսօր այն վիճակում է, որ մենք այն թեմուսին սովետական տարածքից անում, ոչ այնտեղ ներկայացի չունենք, որ ներկայացնում է մեր բանը։ Միակ ծրագիրը, որ արվեց բոլորի, դա Երևան Մոսկվա տրանզիտներ, հետո Երևան Կիև տրանզիտը, որ հայ երաժշտություն հանեցին մագարտագին, որպեսզի այնտեղ ուրիշ լեզվով լսվի եւ դա արձագանք իրեն կտա։ Այստեղ հետո հարսանիք անում կամ չոր միջոցառում է, այն եկած հանքնանտում, այն մարդկանց հրավիրում, եւ սրանք են պահանջարկում են։ Դրամանն են մյուս ասած պահանջարկի եւ պատվիրատու այստեղ խնդիր է։ Ես մի փոքր համաձայն չեմ, ձեզ հետ ասեմ ինչի համար։ Ես դեռ համաձայն եմ ձեր նկարագրած իրավիճակին։ Ես արմատների հետ համաձայն չեմ։ Այստեղ ոչ թե պատվիրատու Հավի ձվի հակառակն է։ Մենք պաստորեն տեսեք, գնալով երկու խոսքով դա դժվար է բացատրել, բայց մի 10 տարի առաջ, 20 տարի առաջ իրավիճակը այլ էր։ Միշտ մի խումբ մարդիկ կարողանում են իրենց ճաշակը, իրենց մտահոգությունները հայտնել հանրությանը, որովհետև կոմունիկացիայի եղանակները դա են, ինչ է, հեռուստատեսություն, թերթեր եւ այլն։ Հիմա գնալով կոմունիկացիայի հնարավորությունները այնքան են շատացել, որ փաստորեն ամեն մեկ անկախ իր կրթական ցենզից, մակարդակից եւ այլն, համարյա նույնքան լսարան կարող է ունենալ, ինչքան նաեւ էլիտար, ասենք, կրթված մարդը։ Եվ այս իրավիճակի մեջ ես համարում եմ, որ մտավորականության դերը անհամեմատ բարձրացել է, այսինքն պատասխանատվությունն է բարձրացել։ Հիմա դուք պիտի շատ ավելի, այն ժամանակ շատ ավելի հեշտ է թելադրել հանրությանը, ինչպես է պետք զարգանալ, ինչն է լավ, ինչն է վատ, ուր պետք է ձգտել։ Հիմա մտավորականության խնդիրը բարձրացել է այնքանով, որ այս իրավիճակի մեջ եւ ամեն մեկը մարգարե է, ամեն մեկը կարող է իր ճաշակը թելադրել։ Այդ երաժշտությունը ասեցիք, ճիշտ է։ Երաժշտություն դուք 10 տարի, 20 տարի առաջ ռաբիս երաժշտություն կարող եք լսել հեռուստատեսությամբ կամ ռադիոյով։ Ոչ։ Ինչու, որովհետև կար որոշակի ճաշակի թելադրանք։ Ես դա եմ ասում, միջավայրն է նա բարձրացնում։ Ես հասկանում եմ, պահանջարկը այն ժամանակ էլ է այդ դեպի ռաբիզին ձգտող, պարզապես այն ժամանակ անհարմար էր դա պատրաստել։ Դողոսային հարաբերությամբ որ վերցնում ենք, բավականին մեծ էր այդ հարաբերությունները։ Իմ ասած ընդհանրապես հետևյալն է, որ հիմա մտավորականության ձայնը շատ ավելի կարևոր է, քան այն ժամանակ էր։ Եվ ցավոք սրտի հիմա մտավորականությունը ավելի պասիվ է, որովհետև ավելի պակաս գնահատված է, արամարված է, սոցիալական խնդիրների մեջ է եւ այլն։ Եվ գործիքներ չունի, այդ գործիքներից գլխավորը հենց հեռուստատեսությունն է։ Ես համաձայն չեմ, գործիքները տարբեր են, որոնք գործիքները գնալով կատարելագործում են այնքան, որ արդեն մի հեռուստատեսությունը իր դերը աստիճանաբար սկսում է զիջել։ Տեսեք, ասենք, ես սոցիալական ցանցերը, բայց հեռուստատեսությունն նա տեղ ունի, իր քաղաքականությունն է թելադրում եւ ինչ որ միտեղ առաջ է տանում, էլի։ Սա է դա։ Մի հեռուստաընկերությունն է մշակութային քաղաքականության մասին։ Դա ժողովրդինը լինի, բայց մեկն է տեր ունի, մեկը ամենամեծ տերը ունի, եւ տերոջը արտասենա, մենք ոչ թե պասիվ չեն։ Շատ լավ, թողեք շնորհակալություն հայտնել, այսքան ավարտենք այս քննարկումը, ես կարծում եմ սա վերջին քննարկումը չի լինի, մենք ելի կհանդիպենք այստեղ եւ փորձենք բարձրաձայնել հասարակության հուզող տարբեր խնդիրների մասին։ Շնորհակալություն։ Կարելի է նկարներ